Հակաեկեղեցական մի քահանա կարգալույծ է արվել։ Քանի որ նիկոլական տերտեր է, Նիկոլը կանգնել է մեջքին, ուղարկել է ոստիկաններին հովանավանք ու խախտելով Հայաստանի սահմանադրությունը, քիթը խոթել է եկեղեցու տարածք, չի թողնում մայրաթոռի որոշումը կատարվի։ Դիմում են իրենց աջակիցներին, աջակից չի գտնվում, ստիպված ինչ են անում, ոստիկաններին հագցնում են քաղաքացիական շորեր և ուղարկում եկեղեցու բակ, մարդկանց սադրելու, հավատացյալ ժողովուրդ ներկայանալու։ Այս ընթացքում տեսել ենք, որ Փաշինյանը մարզային այցի ժամանակ իբր չնախատեսված կանգառ է ունեցել որևէ գյուղում, հավաքել է լիքը ժողովուրդ, մեկ էլ հետո ուսումնասիրել պարզել ենք, իբր այդ պատահական հավաքված լիքը ժողովրդից մեկը եսին որտեղի ոստիկանապետն է, հագցրել են քաղաքացիական շորեր ու տնկել այնտեղ, այն մյուսը ոստիկանի աշխատում մեկ այլ մարզային վարչությունում, այսպես շարունակ։ Հիմա եկեղեցու դիմաց բեմադրվում է միջոցառում նախկին քահանա Ստյոպայի կողմից մի քանի տարեցի ու մի քանի այլ մարդկանց մասնակցությամբ, իբր նրան այդ նախկին քահանային աջակցություն։ Նրանք իբր հանդես են գալիս հարսանքավորներ, նախկին հոգևորականի աջակից, լրագրողներին սադրում են, հայհոյում են, քաշքշում են, մեկ էլ պարզվում է ինչ, ոստիկան են։ Իրենց կեղտոտ ծրագիրը իրականացնելու համար իշխանությունը մարդ չի գտնում ու դիմում է այն կառույցին, որը պատրաստ է բարոյապես մաշվել անխնա, ու դա լավագույնս անում է արդեն մի քանի տարի, ոստիկանությունը։ Նիկոլը ոստիկաններին օգտագործում է ինչպես որ ուզում է, ցանկացած բանի համար։ Ոստիկանների գլխավոր անելիքը միայն Նիկոլին պահակություն անելը չէ, նաև պահակություն անելն է նրա, ում ուզում է Նիկոլը։ Կարելի է օրինակ գնալ կառավարական դաչա ու տեսնել, ովքեր են այդ դաչան մաքրում, այգին ովքեր են խնամում, քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, թե այլ աշխատողներ։